Հետևում եք Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովի ելույթներին։ Իհարկե Հայաստանում չէ, բայց Մոսկվայում հետևում ենք անդադ լուրերին, հետաքրքրվում ենք իհարկե։ Երեկվա ելույթ նայել եք։ Չեմ նայել, զբաղված եմ եղել, այսօր գիշեր թռնում եմ, շատ զբաղված եմ եղել, թե չէ բաց չէի թողի։ Իրոք ընտրել ենք, ասեմ շատ, սրտանց ընտրել ենք ընտանիքով, բայց փոշմանել ենք, այսպես ասեմ։ Ոնց որ մեր հայազնա փոշման է։ Չի ժամանակ չունեմ։ Իհարկե ոչ։ Ժամանակի առումով չի ստացվում անկեղծ ասած։ Ինձ չի տակ։ Բացարձակ։ Հետևում եք Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովի ելույթներին։ Ճիշտ ասած չէ։ Դե ժամանակ չի լում աշխատում եմ։ Ոչ, չեմ սիրում։ Առաջ խապվեցինք, մտածեցինք ազատվում ենք վատերից, բայց ցավոք, որ ժողովուրդը ասում մրից իլանք մեր ջուրը ընկանք, չէ, կներեք, բայց չէ։ Չեմ նայել, ասի։ Հետևում եք Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովի ելույթներին։ Ճիշտ ասած, երեք չեմ լսել, բայց բոլոր դեպքերում ես կողմ եմ այս կառավարությանը։ Նրանք մեզ ազատեցին այդ ճիրաներից, այդ դավաճան գողերից, անկախ նրանից, թե նա ճիշտ է, գիտեք ինչ, սխալը գործում է գործանողը, ով ոչինչ չի անում, իսկ նրանք ոչ միայն չէին անում, այլ միայն լափեցին երկիրը եւ ժողովրդին ցած նյարդային վիճակում էին պահում։ Այնպես որ ես գոհ եմ այս կառավարությունից։ Բոլոր ելույթներին հետևել եմ, սա իր անփառունակ իշխանավորության, պաշտոնավարության առաջի օրվանից։ Նույնիսկ Գյումրիից, երբ հետոց են գալիս էր մի 10-20 մարդով, հետևել եմ։ Երեկվա ելույթին հետևել եք։ Ինչ եք հասկացել։ Անկեղծ ասած չեմ հետևել, բայց հետևելու բան չկա։ Ինձ համար դուք որ մոտենում եք, ենթադրում եմ, որ մեր ու բան գիտեք, որ պատական մարդ չեմ։ Ինձ համար այս արևիտակ դժվար ոչինչ չկա, բացի մեկ բանից։ Ամենամեծ դժվար բանը վարչապետին լսելն է։ Մինչև վերջ, այդքան զորություն մի կերպ բավարարում է զորությունս։